մեր եղբայրներից մեկի մասին, գնում է Ռուսաստան աշխատի, որպեսզի վերադառնա գումար բերի ամուսնանա։ Ուրեմն ասում է այրոպորտում ահագին արդեն մեծ գումար աշխատած մեր երիտասարդ եղբայրներից է եղել։ Ասում է վերադարձած գումարով գալիս է։ Մեկ էլ ասում է այդտեղ որ կանգնում են արդեն պետք է պասպորտ կոնտրոլ լինի, այդտեղ հայտարարում են։ Դա եղել է Ռուսաստանում, ինձ պատմել են եղբայրները։ Ասում է այդտեղ հայտարարում են, որ ով որ հավատացյալ է, այնտեղ ասում են, ով որ հավատացյալ է մի կողմ թող քաշվի։ Այդ խեճ աղբերն էլ այդքան ամիսներ աշխատել է, փողը ջեբեկել է, որ փսակվի։ Ասում է, «Էս ինչ փորձանքի մեջ ընկամ, մարդ որ հավատացյալ եմ»։ Վերջը մտքով կռվելով հեշտ չգիտեք, այնտեղ ոնց որ քեզի սպասում են ու այրոպորտում քեզ հարցնում են, հարցնելու են, ով է հավատացյալ։ Դե ստուգում են, մարդ չկա հավատացյալ։ Երևի եղել են հավատացյալ, չեն ասել որ հավատացյալ եմ։ Այդ եղբայրը տենց մտքով կռվելով գալի հասնում արդեն այդ պասպորտ կոնտրոլը, ասում է սենց հրաման կա, կարող է հավատացյալ ես։ Իրա մեջ ասում է տո ինչ ուզում է թող լինի, փողերս էլ թող վերցեն, ինչ ուզում է թող լինի, թող տփեն, ջարդեն, ինչ ուզում է թող լինի։ Հա ասում է հավատացյալ եմ, ինչ այլ, եկել մարդը որ իրա ներսում սենց մեղված է լինում, չէ։ Կարող է դիմացին քեզ մի հատ հանգիստ պատասխան տա, բայց դու շնորհակալից վրա տաս։ Բայց այդ մարդը հանգիստ հարցնում է, վերջը, դի վերուշի, հա ասում է, ինչ այլ է վերուշեմ, դե ասում է անցի կաբինետ։ Կաբինետում ինչ են անում։ Վերջը մտնում է այնտեղ, տեսնում է մի հատ պաշտոնավոր մարդ նստած է այդ կաբինետում, ասում է դու հավատացյալ ես երիտասարդ։ Այո, ասում է, հավատացյալ եմ, Հիսուսի զավակն եմ։ Ասում է, ինչ գործ ունես Ռուսաստաններում։ Ասում է, գնացել եմ փող աշխատեմ, բերեմ ամուսնանամ։ Այդ մարդը ասում է, Աստված թող օրհնի քեզ տղաս։ Ասում է, ես ինքս էլ հավատացյալ եմ, եղբայր եմ, ու մեծ գումարների տեր մարդ է լինում։ Ասում է, անցած գիշեր ինձ Տերը հայտնեց։ Կգնաս այրոպորտ, դե ծանոթություն ունի։ Կհարցնես, ով որ կասի ես հավատացյալ եմ, իրան $1000 նվեր կտաս։ Տղեն ուրախանում է, հա, հավատացյալ եմ։ Վերջը, ասում է, այսի տիրոջ կողմից քեզ էս $1000 նվեր։ Վերջնում է ուրախ տենց տուն է գալի։ Մի հատ եղբայր